քաղաքակրթության ներկայացուցիչներ են։ Ինչպես եք գնահատում Հայաստանում դեմոկրատիայի վիճակը եւ որ նրանք այստեղ ներկա են, նշանակում է մենք ամենադեմոկրատիացին ենք։ Ես մի բան կտրեի իրենցից, եվրոպացիներից։ Առաջին հերթին զբաղվեն իրենց ներքին խնդիրներով, իրենց երկրներում այդ ժողովրդավարությունը հաստատեն, քան ուրեմն եկել են, որպեսզի Հայաստանում այն էլ այնպիսի պետությունում, որտեղ որ քաղբանտարկյալների թիվը արդեն օր-օրի ավելանում է, բացի դրանից, երբ որ այստեղ միայն ու միայն իշխում է մեկ անձի ուրեմն որոշումները, ոչ թե խորհրդարանի, ոչ թե այլ մյուս դատարանի, ոչ մեկի, ուղղակի միայն ու միայն մի անձն է որոշում։ Ես չգիտեմ որևէ մի պետության ղեկավար, որը իր վրա վերցնի պարտականությունը թշնամի երկրի ուրեմն դատապաշտպանի կարգավիճակ։ Երբ որ մարդը կանգնում բացատրում է, թե ինչու իրավունք ուներ Ադրբեջանը, ուրեմն քանդել մեր եկեղեցին։ Ինչու նա իրավունք ունի ընդհանրապես անել այն ամեն Արցախում, ինչ որ ինքը համարում է ճիշտ։ Ուրեմն այդպիսի պետության ղեկավար ես ուղղակի չեմ ճանաչում։ Ինչ վերաբերում է թե ինչպես է պետք անել, որպեսզի մենք փոխենք այս իրավիճակը։ Ես ուղղակի կոչ կանեի մեր ժողովրդին այս շոուի ուշադրություն չդարձնեն։ Սա ուղղակի բերել են նրա համար, որպեսզի տեսեք գովաբանելու Նիկոլ Փաշինյանին։ Բայց թույլ տվեք մեր ժողովուրդը նրան գովաբանի կամ չգովաբանի։ Դա մեր ներքին հարցն է։ Եվ երկրորդը ես նկատեցի, թե ով ինչպիսի վերաբերմունք ունեցավ։ Սլովակիայի վարչապետը ուղղակի գնաց այնտեղ, որպեսզի ոչ մի գովաբանության չզբաղվի։ Հունաստանի նախագահ առաջինը գնաց ցեղասպանության համալիր։ Այսինքն, այստեղ պարզ երևում է, թե ով ինչպիսի գործողության համար է եկել։ Այնպես որ ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը պետք է շատ հանգիստ վերաբերվի այս իրավիճակին, համարի, որ սա ուղղակի իրականում, սա նախընտրական նվեր է ուղղակի ուզում անել Եվրոպան այս անձին, մենք պետք է դրան չտրվենք։ Պարոն Սարգսյան, այնուամենայնիվ ինչ ակնկալիքներ ունեք, այստեղ արցախահայեր իրենց պահանջը ներկայացրել են վերադարձի իրավունքը, հայ պատանդներին եւ գերիներին հայրենիք վերադարձնելու պահանջ, հասարակ Արցախին վերաբերող բոլոր պահանջները ներկայացրել են։ Եվրոպացի առաջնորդները կարձագանքեն այս բարձրաձայնած խնդիրը։ Գիտեք ինչ, եթե պետք է արձագանքեին, նրանք առանց սրա պետք է արձագանքեին։ Իրենց աչքի առաջ է կատարվում ամենը։ Այդ ինչպես է, որ երկակի ստանդարտներ են աշխատում իրենց մոտ, ո՞նց է լինում այդպիսի բան։ Եթե արցախցիները ներեցեք մի րոպե։ Եթե արցախցիները մի րոպե։ Հետո դուք խոսեք, հա, կներեք։ Եթե արցախցիները Եթե արձագանքեին կամ Ուկրաինայի Ճիշտ եք ասում։ Արցախցիների հարցը այնպեսին է, որ եթե իրականում իրենք ուզում էին որևէ մի հարց խնդիր լուծել, ապա բավական ժամանակ ունեին, որպեսզի ցեղասպանությունը անվանեին ցեղասպանություն, էթնիկ զտում եւ համապատասխան այսքան ճնշումներ են գործադրում Ռուսաստանի նկատմամբ, չէ՞։ Դե բա մի հատ էլ ուրեմն այդպիսի պատժամիջոց անեիք Ադրբեջանի դեմ։ Բա ուր է այդպիսի գործողություն։ Բացարձակ չի երևում, չէ՞։ Այնպես որ սա իրականում սուտ խաղ է եւ մարդիկ ուղղակի ուզում են ցուցադրեն, թե իսկապես իրենք այսպիսին են, ժողովրդավար են։ Ոչ մի ժողովրդավարություն չկա, մենք տեսնում ենք ինչ է կատարվում Ֆրանսիայում։ Դե կներեք Մակրոնի նկատմամբ այդտեղ ֆրանսիացիներ ունեն բացասական վերաբերմունք, բացահայտ, հա։ Մենք այստեղ հորթի երջանքով նրան իբր դիմավորում ենք։ Իմաստը։ Պարոն Սարգսյան, Ալիևը տեսա կապով է միացել այս գագաթնաժողովին, խոսել է եւ արցախցիներին նա ըստեյության սեպարատիստ է անվանել։ Եվրոպացի այսքան առաջնորդներ կան այստեղ հավաքված, ինչպես պետք է արձագանքեն Ալիևին։ Գիտեք ինչ, առաջին հերթին պետք է ուրեմն Նիկոլ Փաշինյանը ներկայացներ հետեւյալ կերպ. Արցախի հիմնահարցը ինչպիսին է եղել։ Կամ չգիտեմ, Մակրոնը, որը մասնակցել է բոլորը մի րոպե։ Ասում եք Ղարաբաղ։ Լավ, եղբայր, թույլ տուր ես խոսեմ, հա։ Ինչ թույլ տամ, բայի խոսում եք, մի հատ ասես չէ, ծեծես ուտելու, ոնց ես ասելու, չէ։ Այսինքն չի կարող Նիկոլ Փաշինյանը։ Ոչ մեկ չի կարող, ըստ էս արդեն այնքան են տեխտոտ էս երկիրը, որ ոչ մի փրկություն չկա։ Լավ, դե ուրեմն եթե փրկություն չկա, դե որ փրկություն չկա, ինչ ես եկել։ Լսել չգիտեք, որովհետև ես Մի գոռավորես։ 7 կես գոռամ, բայց պիտի։ Հրասիստեղից։
Դու հեռացի։ Գնացեք, հետո Եկել ես մարդկանց խաբելու համար։ Հետո կխոսեք Ինչ ես, դու ես Նիկոլա Կանարը։ Դու ես Նիկոլա Կանարը։ Ինչ ես անում, ինչ ես Քո ինչ գործն է ես իջում։ Լավյատլա հեռացի։ Դու տողլա։ խաբում եմ մարդ։ Ինչ է խաբում։ Ամեն ինչ դու պիտի ասես։ Ես եմ ասում։ Կարող եք շարունակել, պարոն Սարգսյան։ Ուրեմն կան մարդիկ, որոնք դեռ ուզում են որպեսզի Նիկոլա լինի հաղթի։ Խնդրեմ, այցել եկել էր որպես սադրիչ։ Հիմնահարցի վերաբերյալ պետք էր ասվի ամեն ինչ։ Խոսքը գնում է նրա մասին, որը որ ինչու չի կարելի ընդհանրապես Արցախի հիմնահարցը համատել որևէ մեկի հետ։ Արցախը ազատագրվել է։ Արցախը արել է ազգային ազատագրական պայքար, դրա շնորհիվ ազատագրվել է։ Օրենքին համապատասխան տասնամյակներ խոսում ենք դրա մասին։ Ուրեմն այս ամենը պետք է ասվեր։ Ես ինչ եմ ասում, Մակրոնը վերջը համանախագահներից մեկն է։ Մինսկի հիմնահարցի հետ կապված Մինսկի խմբի համանախագահներից տեղյակ է ամեն ինչից։ Ինքը բազմիցս եղել է եւ Երևանում եւ Ստեփանակերտում։ Եվ եթե Ստեփանակերտում եղել ես եւ նրանց հետ խոսել ես, դու հիմա ո՞նց ես ընդունում, լսում Ալիևին, որ դրանք սեպարատիստներ են, կամ ավելի շուտ մի բան էլ կարող ավել ասած լինի։ Այս սա է հարցը, որ այս մարդիկ չունեն ոչ մի սրբություն։ Արցախի ցանկացած հիմնահարցի մասին խոսում է, ամենաքիչ կարևորից ամենաշատ կարևոր, եթե այդպես բաժանենք, անմիջապես մատնանշվում է, որ խաղաղությունը կխաթարվի։ Սա եւ տեղացիների եւ արցախահայերի նյարդերի հետ խաղալու, համբերությունը ստուգելու ինդիկատոր է։ Գիտեք ինչ, առաջին հերթին ես վստահ կարող եմ ասեմ, որ ինդիկատոր չի, որովհետեւ դա խոսել խաղաղության մասին, երբ որ քո թշնամին անընդհատ մատ է թափ տալիս քո վրա, դա ինչ խաղաղություն է, բոլորս հասկանում ենք։ Հիմա ինքը ձև է անում, որ սա խաղաղություն է։ Ժողովրդի մի հատվածն էլ ասում է, այո, տեսեք, մենք խաղաղ ապրում ենք։ Հիմա եթե նա հասնի նրան, որ ելի նորից կրկնում եմ, որևէ մի պետության ղեկավար կասի, եթե ինձ չընտրեք, բանը պատերազմ է լինելու։ Դուք հասկանում եք, այս ամբողջ անհետեցություն չի, սա ուղղակի սադրանք է։ Ուրեմն կնշանակի, որ այստեղ հարցը դրված է ոչ թե իրական խաղաղություն հաստատելուն, պատերազմի վտանգը հեռացնելու, այլ լրիվ ուրիշ հարցի մասին է խոսքը։ Եվ դրա համար ես Եվրոպայի դեմ նախկին հին Եվրոպայի դեմ ոչինչ չունեմ։ Մենք եվրոպական մշակույթի վրա դաստիարակված շատերս մարդիկ ենք, բայց այն Եվրոպան չկա այլևս։ Այն գրականությունը, այն արվեստը, որը որ կար 60-ական, 70-ականներին, այսօր վերացել է։ Հիմա դարձել է չգիտեմ ինչ։ Դրա համար ես ուզում եմ, որպեսզի մենք ճիշտ ձևով վերաբերվենք։ Սա է հարցը։ Շնորհակալություն։ Ամենսեք։ Կանադայի վարչապետն է հայտարարել, որ պատրաստական են աջակցություն ցուցաբերել Հայաստանին առաջիկա ընտրություններում, սա ԵՄ օգնությունից հետո ինչ կասեք այս մասին։ Եթե հայտարարել է, որ Հայաստանի իշխանություններին սրանից ավելի լուրջ միջամտություն ո՞րն է, ով մենք իրավունք ունենք ասելու, որ մենք Կանադայի կառավարությանը կաջակցենք իրենց ընտրությունների ժամանակ։ Այդպես ինչի տեղ են դրել այս մարդիկ։ Դա խայտարակություն է ուղղակի։ Ես կարծում եմ, որ սա պետք է դատապարտել ամբողջ մեր ազգով եւ ժողովրդով եւ քվեարկության ժամանակ հաստատել, որ մենք ինչպիսի դիրքորոշում ունենք։ Այս է գլխավորը։ Կանադայի վարչապետը թող գնա իր տանը հարցերը լուծի, այլ ոչ թե գա մեզ։ Հետո էլ ասեն, թե իբր ուրեմն այստեղ կան ինչպես են հիբրիդային ինչ որ մոտեցումներ։ Բայց սա ինչ է։ Սրանից ավելի լուրջ հիբրիդային պատերազմ։ Շնորհակալություն։ Եկեք։